Նապոլեոնն ուներ օրինական 1 երեխա, Հիտլերը, Լենինը պաշտոնապես երեխաներ չունեին, Չերչիլն ուներ 5 երեխա, Ստալինն ուներ 3-ը, Թրապն ունի 5 երեխա, Պուտինը 2-ը։ Ինչ կապ կարող է ունենալ երեխա ունենալը կամ մանկական տրավմաները առաջնորդի վարած քաղաքականության հետ։ Զարգերագեյմի հետ զրույցում պատմաբան Սմբատ Հովհաննիսյանն ասում է, Լենգ Թեմուրի որդու մահը նրան էլ ավելի բիր դարձրեց։ Հիտլերի, Ստալինի տրավմատիկ մանկությունը դարձրել է նրանց դաժան, իսկ կայուն ընտանիքում մեծացած Չերչիլը կարևորել է հասարակական կարծիքը։ Պատմաբանը նկատում է, որ հիմնականում առաջնորդները իշխանությունը անձնավորել են եւ սեփական տեսլականը նույնացրել պետական շահերի հետ։ Նա հատկանշական համարեց նաեւ Պուտինի KGB-ում ծառայության փորձառությունը, իսկ Թրամփի դեպքում ընտանեկան բիզնես հմտությունները, որոնք ազդեցություն են ունեցել նրանց քաղաքական մտածելակերպի վրա։ Հոգեբանության մեջ աքսիոմատիկ ճշմարտություն է, որ ծնող լինելը ցանկացած բանի վրա է ազդում, ընդգծում է հոգեբան Արկադի Մեհրաբյանը։ Ասում է, երեխա չունեցող առաջնորդները ապագայի մասին ավելի քիչ են մտածում։ Ըստ հոգեբանի հավանական է, բայց պարտադիր չէ, որ դաժանության հիմքում մանկական տրավմաներ են, բռնությունը, սիրո պակասը եւ մեծանալով անձը փորձում է վրեժխնդիր լինել աշխարհից կամ հակառակը գտնել չստացած սերը։ Հասուն տարիքի ցանկացած դրսևորում մանկությունից եկող է, հավելում է նա։